Սյունիքում մերթընդմերթ հակառակորդի կողմից ուղիղ կրակոց է լինում, ինչի հետևանքով նաև լինում են դեպքեր, երբ կրակոցները դիպչում են ենթակառուցվածքներին ու ընտանի կենդանիներին։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Ըստ նրա, ավելի քան 3 ամիս կանոնավոր կերպով կրակոցների ձայներ են լսվում, մարզպետը հավելել է. Պաշտպանության նախարարությունը հստակ արձանագրում է փաստը եւ դիրքորոշում հայտնում, ինքն ավելացնելու բան չունի։ ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Խորհրդի նիստը տեղի է ունենալու հունիսի 5-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում։ Արդեն մի քանի տարի է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում Հայաստանը ներկայանում է փոխվարչապետի մակարդակով։ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հայտնել է պաշտոնից հրաժարվելու եւ քաղաքական ու կուսակցական գործունեությունը դադարեցնելու մասին։ Որոշումը ըստ նրա պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով, որի վերաբերյալ սահմանված ժամկետներում հանդես կգան իրավասու մարմինները։ Ղազարյանը Լոռու մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2024 թվականի հունվարի 18-ին։ Ըստ մամուլի տեղեկությունների Արամ Ղազարյանը Հայաստանի ոստիկանապետ է նշանակվելու։ Փաշինյանի որոշմամբ Արամ Հովհաննիսյանն այսօր ազատվել էր ոստիկանապետի պաշտոնից։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, եթե պարզվի, որ Գարեգին II-ը խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի, չի կարող ամենայն հայոց կաթողիկոս լինել։ Facebook-ում նա գրել է, թե հարգում է բոլորի անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքը, բայց ամենայն հայոց կաթողիկոսը չի կարող ունենալ նման անձնական կյանք։ Factor TV-ի հարցին ինչու չեն արձագանքում Փաշինյանի հայտարարություններին, Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Քահանա Արթենյանը վստահեցրեց, արձագանք կլինի, սակայն չի կարող ասել երբ։ Նշենք նաեւ, որ Էջմիածնում արտահերթ Գերագույն հոգևոր ժողով է հրավիրվել։ Ստամբուլում մեկնարկել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը, այն բացել է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը։ Նա նշել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում բանակցությունների երկրորդ փուլում կքննարկեն հրադադարի պայմանները եւ գերիների ու քաղաքացիական անձանց փոխանակումը։ Նախատեսվում է նաեւ քննարկել երկրների ղեկավարների մակարդակով հանդիպման հարցը։ Իրանը պատրաստվում է մերժել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկները, Reuters-ին հայտնել է իրանցի բարձրաստիճան դիվանագետներից մեկը։ Ըստ աղբյուրի, ամերիկյան առաջարկների փաթեթը, որը Իրանը ստացել է շաբաթ օրը Օմանի արտգործնախարարի միջոցով, չի լուծում այն խնդիրները, որոնք կարևոր են Թեհրանի համար, իսկ Վաշինգտոնի մոտեցումները թողնում է անփոփոխ։ Ըստ այդմ Իրանը բացասական է պատասխանելու ամերիկյան առաջարկներին։